աշխատելու ենք ռունաներով։ Գնացինք, նայում եք այստեղ, այնինչ ձեր առջևում է, հարցողում եք։ Այնինչ ձեր առջևում է, աշխատում ենք ռունաներով։ Ես անում եմ մեկ ռունա։ Ամեն ինչ ձեր առջևում է, ասում եմ մեծ ուրախություն։ Դա արևն է, որտեղ եթե ձեզ մոտ կար խնդիրներ, խոսքի օրինակ կապված ինչ-որ անվերջ վատ իրադարձություններով, դժվարություններով, ձեր ճանապարհին եւ այլը, միշտ էլ խավարից հետո, մթից հետո գալիս է լույսը ձեզ համար, ուրախացեք, որովհետեւ ռունա սոուլը ձեզ խոստանում է մեծ ուրախություն, լիարժեք հանգստություն եւ միգուցե նոր ջերմ հարաբերություններ հետաքրքիր պարտների հետ, միգուցե աշխատանքել լինի, միգուցե նոր մեքենա գնեք եւ այլն։ Իսկ եթե ձեզ մոտ ամեն ինչ լավ է, շատ պետք չէ ուրախանալ, որովհետեւ արևը նաեւ կարող է վառել, այսինքն դուք ձեզ նաեւ կարող եք ձեզ մոտ այրում լինի եւ դուք ձեզ կարող եք աչքով տալ։ Եկեք խորհուրդ հարցնենք, խորհուրդ ռունաներից։ Գրկանան է, կանանց համար խորհուրդ է տալիս լինել մի փոքր կանանցի, նոր մտահղացումներ կարող եք ձեռնարկել, նոր գաղափարներ, միգուցե նաեւ ձեզ առաջարկեն, բայց վատ չէր լինի կանանց համար զբաղվեիք ձեր երեխաներով, եթե երեխա ունեք, եթե երեխա չունեիք, խորհուրդ է տալիս ինչ-որ նոր միջոցներ տեխնոլոգիական եւ այլը, փորձեք այդ նոր տեխնոլոգիաների միջոցով հիանալ։ Իսկ եթե տղամարդու հետ է կապված, որպես խորհուրդ ձեզ, նոր մտահղացումներ, սա կարող է բոլորի մոտ վերաբերվել տարբեր սֆերաների հետ։ Նոր մտահղացումներ, հնարավոր է նոր գաղափարներ, ինչ որ կնոջ հետ կապված, որի առաջարկը պետք է ընդունել, նոր նպատակներ դրեք եւ քայլեք առաջ, դուք կարող եք հասնել նոր արարությունների միջոցով, նոր տեխնոլոգիաների միջոցով եւ այլն, ինչ կբերի ձեզ մեծ ուրախություն, ձեզ ինչը խոստանում է սոուլը, այսքանը։